Բարի լույս սիրելիներս, այսօր շաբաթ օր է, այսօր մեր հայ առաքելական մայր եկեղեցին հիշատակում է սրբոց թարգմանչած վարդապետներին։ Այս առիթով նաև շնորհավորում եմ բոլոր վարդապետներին, ուսուցիչներին, այն բոլոր մարդկանց, ովքեր լծված են ուսուցչության, սովորեցնելու գործընթացի մեջ։ Եվ մաղթում, որ մեր սուրբ թարգմանիչները իրենց բարեխոսությունը արթուն պահեն մեր համար, որպեսզի մենք էլ կարողանանք շարունակել իրենց այդ սուրբ գործը, որ տրված է եղել մեզանից հազարավոր տարիներ առաջ։ Այսօրվա ընթերցումը Մատթեոսի ավետարանից 7-րդ գլխից է, սիրելիներս։ Մի տվեք սրբությունը շներին, եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որբիսի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն։ Խնդրեցեք Աստծուց եւ նա կտածես։ Խնդրեցեք եւ կգտնեք, բախեցեք եւ կբացվի ձեր առաջ։ Որովհետեւ ով որ ուզի ստանում է, ով որ փնտրի գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կբացվի։ Սիրելիները, շատ հետաքրքիր համադրություն է։ Նախ պատգամում է ասելով, որ մի տվեք ձեր սրբությունները եւ հետո ասում է խնդրեք, փնտրեք։ Որքան կարևոր է ինձ համար դերևս գնահատել այն, ինչ որ մենք ունենք, այն սրբությունները, որ մենք ունենք։ Որովհետև եթե ես չեմ գնահատում, Աստված չի տալու ինձ։ Հաջորդ քայլը, հաջորդ պատգամը չի կատարվելու իմ կյանքի մեջ։ Ես խոսեցի թարգմանիչներից, սուրբ թարգմանիչներից, ովքեր խնդրեցին, փնտրեցին, բախեցին եւ գտան։ Իդեմս Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, որ հանուն հայի լինելիության, հայի խոսքի եւ մտածումի լինելիության խնդրեց Տիրոջը, խնդրեց եւ ստացավ հայոց այբուբեն։ Ես խոսում եմ այն բոլոր մարդկանց մասին, այն բոլոր սրբերի մասին, ովքեր ջանք ու երանգ տրեցին թարգմանական գրականությամբ մեզ հասցնելու Աստծո խոսքը, մեզ հասցնելու գիտությունը, մշակույթը, այն ամենը, ինչ որ մեզ պետք է, որպեսզի մենք ամբողջական լինենք, հայի տեսակը ամբողջական լինի։ Այսօր հարց է առաջանում եւ ցավալի հարց։ Արդյոք մենք այդ սրբությունների նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք։ Կարող է տալիս ենք խոզերին, կարող է մեր մարգարիտները գցում ենք շների առաջ եւ դրա համար էլ չի գնահատվում, որբիսի մենք զգուշ լինենք, պիտի բարձր տասենք մեր բոլոր սրբությունները։ Այն արժեհամակարգը, որ մեզ հայ քրիստոնյա կեցվածքի մեջ է։ Բարձր տասենք այն արժեհամակարգը, որտեղ հայ ժողովուրդը կարող է միասնական լինել իր լեզվով, իր մշակույթով, իր հավատքով, իր կենցաղավարությամբ եւ ավանդությամբ։ Ուրեմն, սիրելիներս, այսօրվա այս ընթերցումը կուզեմ սրբոց թարգմանչած վարդապետների տոնի խորհրդի մեջ տեղադրել եւ ասել, որ արթուն լինենք մտքով, զգուշ լինենք, չլինի թե մեր սրբություններից հրաժարվենք եւ հետո երբ որ թագենք ու բախենք, կարող է եւ չստանանք, որովհետեւ Տերն ասելու է տվեցի եւ չկարողացար։ Քանի ունենք, գնահատենք, կիրառենք մեր կյանքի մեջ եւ փոխանցենք մեր զավակներին։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորին։ Աստված օրհնի ամենքիս։